Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մի հնագույն հարստության մասին, որը կարելի է ասել վարպետացել էր գոյատևման արվեստում, այն էլ ամենաանհնարին թվացող իրավիճակներում։ Պատկերացրեք, սա այն հիմնական հարցն էր, որ ծառացել էր Հայաստանի փոքր թագավորության առաջ։ Ինչպես գոյատևել, երբ շուրջ բոլորդ հսկայական, իրար դեմ պատերազմող կայսրություններ են։ Դե, պատասխանը Երևանդունիների հարստությունն է։ Նրանց պատմությունը իսկական վարպետության դաս է, դիվանագիտություն, դիմակայունություն ու ամենակարևորը պահը ճիշտ օգտագործելու կարողություն։ Լավ, եկեք խորանանք այս ամենի մեջ։ Ուրեմն մեր պատմությունը սկսվում է մի լրիվ քաոսային ժամանակաշրջանից։ Պատկերացրեք, հին աշխարհակարգը ուղակի փլուզվում էր, ու այդ փլատակների վրա իսկական իշխանության վակուում էր ստեղծվել։ Ու հենց այս երկու հսկա կայսրությունների փլատակների վրա էլ ծնվեց Երևանդունիների հարստությունը։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե զուտ ռազմական ուժով, այլ մի փայլուն, շատ խելացի ռազմավարական դաշինքի շնորհիվ։ Հիմա այստեղ ամենահետաքրքիրը այն է, որ սա ցույց է տալիս նրանց մոտեցումը հենց սկզբից։ Առաջին քայլը դիվանագիտական էր, ոչ թե ռազմական։ Նրանք պարզապես ընտրեցին հաղթող կողմին ու դրանով ապահովեցին իրենց իշխանության օրինականությունը։ Շատ խելացի։ Բայց Երևանդունիները շատ արագ հասկացան մի կարևոր բան. դաշինքները հավերժ չեն, գոյատևելու համար պետք է կարողանաս հարմարվել հաջորդ մեծ խաղացողին, ու այդ խաղացողը Աքեմենյան պարսկական կայսրությունն էր։ Ու երբ ասպարեզ դուրս եկավ Կյուրոս մեծը, որը ապստամբեց հենց մարերի դեմ, Երևանդունիները կրկին ցուցադրեցին իրենց ճկունությունը։ Հայոց թագաժառանգ Տիգրանը, հիշելով իր մանկության ընկերոջը Կյուրոսին, օգտվեց առիթից ու միացավ նրան, ու արդյունքում Հայաստանը կրկին իր տեղը գտավ նոր ստեղծվող աշխարհակարգում։ Այսա շատ կարևոր կետ է, ուշադրություն դարձրեք։ Նրանք ուղղակի նվաճված մի սատրապություն չէին, ոչ։ Նրանք բանակցել ու ստացել էին մի յուրահատուկ կարգավիճակ, որը թույլ էր տալիս մի կողմից հարկ վճարել, մյուս կողմից պահպանել զգալի ներքին ինքնավարություն։ Բայց այս ամենը չի նշանակում, որ նրանք լիովին հնազանդ էին, բոլորովին։ Սա ցույց է տալիս, որ նրանք երբեք մինչև վերջ չէին ընդունում այդ ենթակայությունը ու միշտ փնտրում էին լիակատար անկախությունը վերականգնելու ճիշտ պահը։ Եվ այսպես, տասնամյակներ շարունակ այս փխրուն հավասարակշռությունը պահպանվում էր, բայց հետո պատմության թատերաբեմ դուրս եկավ մի ուժ, որը փոխեց խաղի բոլոր կանոնները։ Երբ Ալեքսանդր Մակեդոնացին փշրեց պարսկական կայսրությունը, Երևանդունիները հասկացան ահա իրենց երկար սպասված հնարավորությունը։ Սա, գիտեք, ուղղակի ապստամբություն չէր, սա հայտարարություն էր։ Երբ իրենց պարսիկ տերերն այլևս չկային, նրանք ուղղակի հայտարարեցին այն ինքնիշխանության մասին, որին այդքան երկար սպասել էին։ Ու այս քայլերը շատ լավ ցույց են տալիս, թե որքան վճռական էին նրանք։ Նայեք, նրանք չսպասեցին, տեսնեն ինչ կլինի, ոչ, անմիջապես տեղափոխեցին մայրաքաղաքը, հաստատեցին իրենց իշխանությունը ու նույնիսկ կարողացան պաշտպանել իրենց նորանախախ թագավորությունը։ 48,000։ Սա ուղղակի թիվ չէ։ Սա Երևանդունիների տպավորիչ բանակի չափն էր, 40,000 հետևակ և 8,000 հեծելազոր։ Խոսքը մի ուժի մասին է, որը լիովին բավարար էր նույնիսկ Ալեքսանդրի զորաբարներին հետ մղելու համար։ Այսինքն, նրանք այլևս զուտ գոյատևման խաղ չէին խաղում։ Նրանք վերածվել էին տարածաշրջանային բեմում ակտիվ, հաշվի նստող խաղացողների։ Բայց, ինչպես միշտ, խաղաղությունը երկար չի տևում։ Ալեքսանդրի հաջորդների միջև քաոսը վերջապես հանդարտվեց ու հորիզոնում հայտնվեց մի նոր հելլենիստական գերտերություն՝ Սելևկյան կայսրությունը։ Եվ սելևկյանները մի լրիվ նոր տեսակի, շատ ավելի նենգ սպառնալիք էին։ Նրանք նախընտրում էին ոչ թե ուղիղ ներխուժումը, այլ քաղաքական մանիպուլյացիան, ներսից քայքայելը։ Արդյունքում այն, ինչը մի ժամանակ մեկ հզոր միասնական թագավորություն էր, աստիճանաբար մասնատվեց։ Սա սելևկյանների երկարաժամկետ, խնամքով մշակված ռազմավարության ուղղակի հետևանքն էր։ Եվ ահա, որքան էլ հեգնական չհնչի, հենց այն ռազմավարությունը, որը ժամանակին օգնել էր նրանց բարձրանալ, այսինքն հսկաներին միմյանց դեմ հանելը, հիմա օգտագործվեց իրենց դեմ, ու դա էլ հանգեցրեց նրանց քաղաքական անկմանը։ Բայց մի հարստության քաղաքական անկումը դեռ նրա պատմության ավարտը չէ, այնպես չէ։
Շատ ավելի կարևոր է, թե ինչ են նրանք թողել իրենցից հետո։ Եվ այստեղ է, որ մենք տեսնում ենք նրանց իրական մնայուն ժառանգությունը։ Գիտեք, զուտ գոյատևելուց անդին նրանց հանճարը կայանում էր նրանում, որ կարողացան ստեղծել մի յուրահատուկ մշակութային ինքնություն։ Նրանք վերցնում էին տարբեր ազդեցություններ, բայց դրանք ձուլում էին սեփականի հետ, երբեք չկորցնելով իրենց դիմագիծը։ Սա կարծում եմ ամենակարևոր եզրակացությունն է։ Նրանք ստեղծեցին մշակութային դիմակայունության մի այնպիսի մոդել, մի այնպիսի բանաձև, որը դարձավ Հայաստանի այցեքարտը գալիք հազարամյակների ընթացքում։ Այնպես որ Երևանդունիների պատմությունը մեզ ցույց է տալիս մի շատ կարևոր բան. դիմակայունությունը զուտ դիմադրելը չէ, դա ռազմավարական ճկունությունն է, մշակույթները համադրելու արվեստը եւ ամենակարևորը հասկանալն ու օգտագործելն այն միակ ճիշտ պահը, որը կարող է փոխել ամեն ինչ։